Սենգերևի նախ վարեցես Դրս կոտայքի մազի Չարենցավան ամանքի կարենից բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի ունենա լիթոս ՍՊ-ի կողմից նախատեսվող ՀՀ կոտայքի մազի Չարենցավան ամանքի Գյումրիշի լիթոիդային ավազների հանքավայրի տարածքում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքների իրականացման վերաբերյալ լսումներին կարող է կարգարկվել չէ բոլոր ինֆարսիկա պարզաբանային Ով ներկայացնել դուք եք ներկայացնում ներկայացնում Մանուել Ռուբեն Վարդանյանն է, ես ներկայացնում եմ Trigger բնակավարժական խորհրդատվական ընկերությունը, որը որ լիթոս ընկերության պատվերով տեխնիկական առաջադրանքի հիման վրա իրականացրել է հանքարդյունանման աշխատանքների նախագիծը եւ շահագործման նախագիծը եւ շրջակա միջավայրի լրացման գնահատման հաշվետվությունը նախ ասեմ որ ուրեմն տվյալ տարածքում Գյումրիշի լիթոիդային ավազների հանքավայրի պաշարները հաստատվել են 1958 թվականին 4.5 միլիոն խորանարդ մետր քանակով ընկերությունը հայցում է այդ տարածքից մոտավորապես 1.8 միլիոն կուբամետր տարածքը հանքարդյունանման աշխատանքները իրականացվելու են հանքաստիճանային եղանակով 8 մետր է լինելու հանքաստիճանի բարձրությունը մոտավորապես մարվող պաշարները իրենց կազմելու են տարեկան 90,000 կուբամետր, իսկ կորզվող արդյունահանող պաշարները մոտ 73,000 կուբամետր, խորանարդ ուրեմն աշխատանքներն իրականացվելու են էքսկավատոր, բարձիչ եւ ավտոինքնաթափ տրանսպորտային համալիրով 260 աշխատանքային օր տարվա մեջ 8 ժամ հերթափոխով արդյունանման աշխատանքների ժամանակ դատարկապարները տեղափոխվելու են արտաքին լցակույտ եւ քանի որ դատարկապարների բաղադրությունը նաեւ լիթոիդային ավազներ կա մեջը խառնված որոշակի օբսիդիաններ եւս ընկերությունը ըստ պահանջարկի, եթե լինի պահանջարկ, իրականացնի թափոնի վերամշակում եւ այդ դատարկապարներից նույնպես կորզի լիթոիդային ավազը։ Եթե պահանջարկ չի լինի, ապա այդ աշխատանքները չի իրականացնի եւ դա կմնա որպես դատարկապարների լցակույտ։ Շրջակա միջավայրի տեսանկյունից, բնապահպանական տեսանկյունից իհարկե ցանկացած աշխատանք պարունակում է որոշակի ռիսկեր, սակայն հաշվետվությունում հաշվի են առել բոլոր հնարավոր ռիսկերը եւ ներկայացվել է մեղմացման կամ բացառման միջոցառումներ, մասնավորապես աշխատանքներից հնարավոր փոշու արտանետումները կրճատելու, մեղմելու, նվազագույնին հասցնելու նպատակով նախատեսված է ջրցանում շոկորերին օրեկան 2-ից 3 անգամ ըստ պահանջարկի աղմուկի հետ կապված բոլոր տրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն խլացուցիչներով եւ նաեւ վնասակար գազերի համար նաեւ չեզոքացուցիչներով պետք է նշեմ, որ տարածքում կա նաև որոշակի հողի բերիշը, որը որ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջով պետք է առանձին հանվի, պահեստավորվի հետագայում ռեկուլտիվացիա իրականացնելու նպատակով։ Ասեմ, որ տարածքը ջրազուր կա, այսինքն ստորերկրյա մակերևութային ջրերը բացակայում են, ծառեր, չգիտեմ, բնության հատուկ պահպանվող տարածքներ, կենդանատեսակներ, բուսատեսակներ, ինչպես նաև մշակութային ժառանգության տեսանկյունից այդպես բաները բացակայում են, այսինքն բոլոր նախադրյալները կան բացահանքը հանքավայրը բաց եղանակով շահագործելու համար։ Օգտակար հանածոյի միջին հզորությունը կազմում է մոտ 27 մետր եւ ընկերությունը հանքաստիճանային եղանակով միակողմանի լայնական եղանակով իրականացնի հանքի շահագործումը 20 տարիների ընթացքում։
Այսքանը հակիրճ ներկայացրեցի, եթե հարցեր ունեք, սիրով կպատասխանեմ ձեր հարցերին։ Համայնքի հետ համագործակցության սոցիալական ծրագրերի մասին էլ մի փոքր խոսենք։ Շատ լավ, ուրեմն պարտադիր գիտեք, որ ինքը պահանջա, նաև այդ փաստը ամենագրված է Շմակ հաշվետվության մեջ, որ ընկերությունը պարտադիր պիտի իրականացնի սոցիալական գործունեություն, բնականաբար համայնքի հետ քննարկելով սոցիալական կարիքները, ծրագրերը, որոշակի բյուջե կա առանձնացված, որ տարեկան այդ բյուջեն կմասնակվի, կհատկացվի այդ սոցիալական խնդիրներին աջակցելու համար։ Ավելի նպատակահարմար կլինի, որ այդ սոցիալական հարցերին ուղղված խնդիրների մասնավորապես քննարկվի համայնքի ղեկավարության հետ, որ նպատակային եւ թիրախային ուղղվի հենց կոնկրետ այդ հարցերի վրա։ Ամեն դեպքում ես մոռացա շեշտեմ, որ աշխատանքների ընթացքում աշխատանքների իրականացվելու են Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվային հիմքի վրա, որին իր մեջ ներառում է նաև անվտանգային հարցերը, շատ կարևոր է, բոլոր անվտանգային միջոցառումները նաև նախատեսված է Շմակ հաշվետվության մեջ, ու ինձ թվում է այս աշխատողների վերապատրաստում, տրեյնինգներ եւ այլ ամեն ինչի մասին Շմակ հաշվետվության մեջ նշված է։ Այսքանը սոցիալականի մասով Իսկ ասենք կոնկրետ գումարային չափ կա սոցիալական։ Նորմատիվա թե ուղղակի չէ, ինքը ոնց որ վերցված է նման հանքավայրերի փորձը, բնական է սենց հանքավայրերը Հայաստանում միակը չի, տարածաշրջանում շատ են ու վերցված է այն գումարի չափը, որը որ համատարած իրականացնում են, ասենք պլյուս մինուս որոշակի տոկոս։ Սենց կդժվարանամ հիմա մտաբերել, բայց տարեկան քիչ չի կարծեմ 600-700 մոտավորապես կփոխվի բան։ Նաև ընկերությունը իր ունեցած տեխնիկան կտրամադրի համայնքային ճանապարհներին, ասենք եթե պետք է բարելավել եւ այլն, այդքան։ Աշխատատեղերի մասին ու նոր աշխատատեղեր բնականաբար, որը նաև էլի սոցիալական կոմպոնենտ ունի, նոր աշխատատեղեր կբացվեն։ այդ ռեկուլտիվացիան, որ պետք է արվի, ասենք, այդ ովային կուտը, ոնց է պայստավորվել, պետք է առանձին առանձին լայնաշերտերով, առանձին կույտով հողաբուսական շերտը կպայստավորվի, կիրականացվի տեղանքին բնորոշ բուսատեսակների սերմերից ցանկ, էրոզիայի լվացումների կանխարգելելու նպատակով, հետագայում արդեն հանքի փակման ժամանակ, ճիշտ է, այս հանքարդյունաբերության աշխատանքների փաթեթում մենք առանձին հաստատող դոկումենտով ներկայացված է հանքի փակման աշխատանքները, ինչքան գումար պետք է ծախսվի, ինչ միջոցառումներ պետք է իրականացվի, բայց ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի պահանջ է նաև, որ փակվելուց 2 տարի առաջ ընկերությունը պարտավոր է թարմացնի արդեն այդ օրվա գների համապատասխան, այդ օրվա օրենքների նորմատիվներին համապատասխան նոր փակման պլան ներկայացնի ու այդ ժամանակ արդեն ամբողջ այդ հողաբուսական շերտը կօգտագործվի հանքը ռեկուլտիվացնելու համար։ Շնորհակալություն մասնակցության համար։ Ստեսին ձեզ։ Որտեղ հաջողություն։